Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն Անուշիկ, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Հոյակապ։ Այս ոդկով մտեք։ Ինչպես կասեք։ Ինչ համստացվի։ Բարև ձեզ Ռուբինա, ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ շատ դուք։ Լավ, շնորհակալություն, մանավանդ երբ այսպիսի ընդունելություն է լինում։ Զգացված ենք։ Խնդրեմ ներկայացրեք ով է Ռուբինան Անուշիկ։ Ռուբինան իմ հարազատ քույրիկն է։ Ես իրան շատ եմ սիրում, մենք շատ կապված ենք միասին։ Այսօր միասին եք գործելու խոհանոցում։ Ճիշտն ասած տպավորություն է, որ արդեն ամեն բան պատրաստ է։ Շնորհակալություն այսպիսի ընդունելության համար։ Շնորհակալություն։ Հիմա խոսենք ձեր գործունեության մասին, հետո կխոսենք Ռուբինայի գործունեության մասին։ Մարքետոլոգ եւ մոդել։ Իրարից գրեթե լրիվ տարբեր մասնագիտություններ, բայց միևնույն ժամանակ միգուցե դուք ինձ կհամոզեք, որ իրար հետ կապ ունեցող մասնագիտություններ։ Ինչպես սկսվեց մոդելային կարիերան։ Իրականում 3 տարեկանից ինձ մայրիկս տարել էր Պարի եւ գեղեցկության մրցույթների էի մասնակցում, ուսանողների ցուցադրություն եմ ես էի մասնակցում ու հասկացա, որ ես այդ ամեն ինչը շատ սիրում եմ, ինձ դուր է գալիս բեմ, ծափարոտ հանդիսատես, ինչ շատ էր դուր գալիս այս ամենը ու ես փոքր տարիքից միշտ երազում էի դառնալ հանրահայտ հայուհի ու նույնիսկ ես ունեմ ամսագիր, որտեղ իմ մասին գրված է ամեն մասին Ես 3 տարեկան սկսեցի իմ կարիերան, սկսեցի պարով, հետո պարս 20 տարի պարել եմ, 3 տարեկանից սկսած, հետո Պարային որ ոչն էիք ընտրել։ Ես պարային տարբեր, ինչ-որ տենց կոնկրետ ոչ չկար, որ հենց ուղղվածությունը սետ ոչում էր, բայց այս մեծ հասակում արդեն Արտյոմ Գևորգյանի հետ ճանաչվեք, Արտյոմ Արտյոմ Գևորգյանի հետ ոնց որ ջազ էինք ավելի տենց խորած բան դասավանդել եմ նույնիսկ Այո Ամառասումել եմ բարել աշխատել եմ 1 տարի Եմ այդպես Իսկ ինչպես ընտրվեց մարքետոլոգի ճանապարհը Իմ հայրիկը չթողեց որ ես շարունակեմ բարով համալսարանս եւ ես գնացի տնտեսագիտական համալսարան քոլեջ Այնտեղ ընտրեցի մենեջմենտ մասնագիտությունը, բայց 3 տարի սովորելով հասկացա, որ չէ, հիմա այդքան էլ չի մենեջմենտը, մենք անցնում ենք մարքեթինգ։ Ես իրական դասախոսի շատ էի սիրում, եւ այդ դասի ժամանակ մարքեթինգային ինքը մեզ ինչ-որ кейսեր էր տալիս, մեր վերլուծությունների ժամանակ ես հասկացա, որ Այդ իմն է, մարքեթինգը իմն է, ես ընդունում եմ վառ երևակայություն մտքեր, որ ես կուզեմ օգնել ինչ-որ բրենդների, որոնք ինչ-որ առաջ գնան ու նույնիսկ ես ունեմ 3 բիզնես պլան, որը գրել եմ, դասախոսները շատ են հավանել, այսինքն եթե դու չիրականացնես, նույնիսկ կարող ես վաճառել այն, այդպես։ Այսինքն հիմա նաև սովորում եք։ Ավարտել եմ Արդեն ավարտել եք, աշխատանք կա։ Այո, կա։ Կա։ Աշխատանք կա, աշխատում եմ տարբեր կամպանիաների հետ որպես մարքեթինգի մասնագետ, նաև մոդել։ Նաև մոդել։
Այսինքն դուք կարողացաք ապացուցել, որ դրանք իրար հետ համատեղվող մասնագիտություններ են։ Ռուբինա, խոսենք մի փոքր ձեր մասին։ Դուք ինչով եք զբաղվում։ Ներկայությամբ սովորում եմ ֆրանսիական համալսարանում, իրավագիտության ֆակուլտետում, բայց առաջին մասնագիտությամբ նաև տնտեսագետ եմ։ Ձեր տանը ընդունված է տնտեսագիտական ոլորտը ընտրելը։ Բոլորը։ Այո, բոլորը։ Մայրիկս, հայրիկս։ Այսինքն նրանք ինչ որ չափով նպաստել են ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ոչ, չեն նպաստել, թողել են, որ մենք ինքներս ընտրենք մեր մասնագիտությունը, որ սիրենք մեր մասնագիտությունը, որ հետո հաճույքով աշխատենք ու ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, չեմ պատկերացնում մի օր, որ ես իմ աշխատանքը կփոխեմ։ Շատ լավ է, եթե մարդը զբաղվում է իր աշխատանքով, կարծում եմ կատարյալ երջանկություն է։ Հայաստանում մարքեթինգի վիճակը ինչպիսին է։ Բավականին վատ։ Ինչու։ Պատկերացումները մարքետոլոգների չեն համապատասխանում հանրության ցանկություններին, թե այլ խնդիր կա։ Սենց ասեմ, ամեն երկրորդը գրում է, որ ինքը մարքետոլոգ է, բայց իրան ինչ-որ հարց է տալիս կամ գնում ես թեկուզ հարցազրույցի, մի նոր աշխատավայր, ու այնտեղ ասում են, մենք ձեզ որպես մոդել ենք դիտարկում, բայց հենց են ասում են, կլինի մեր վիդեոների իդեաները դուք տաք։ Ասում եմ հիմա ես որպես մոդել, թե որպես մարքետոլոգ, դե երկուսը էլի, բայց իրենց հետ խոսում եմ մարքեթինգի մասնագետի հետ եմ էլի ես խոսում իրենց, տենց։ Վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել, երբ որևէ կազմակերպություն ընտրում է մի որևէ բլոգերի եւ բացահայտ գովազդ է անում տվյալ մարդու միջոցով։ Դա ճիշտ է որպես մարքեթինգային քայլ, թե ոչ։ Նայած ինչ կազմակերպություն է ու նայած ինչ բլոգեր է։ Սենց ասեմ, ես ամեն կազմակերպություն չի, որ իրանք ինձ հրավիրում են, ես գնում եմ իրանց մոտ մոդել։ Ես ունեմ իմ դիրքը, իմ Instagram-ում բան, եւի տեսած կլինեք, որ ես ավելի շատ բլոգեր չեմ, ես ինֆլուենսեր եմ։ Ես զուտ մի բան է, ինչ որ ես իմ լսարանի հետ կիսվում եմ, բլոգերի ու ինֆլուենսերի տարբերությունն է այդ, որ բլոգերները նոր բաներ են բացահայտում, բայց ես նոր բաներ չեմ բացահայտում, ես չունեմ YouTube-յան կանալ։ Այդպես։ Կարծում եմ Հայաստանում մի փոքր խեղաթյուրված այդ սահմանը մարքետոլոգի եւ բլոգերի ու երբեմն դրանք նույնացվում են, բայց անուշիկի դասընթացները լսելով երբեմն միասին էին կանում տնայինները, որովհետեւ ես էլ էի հետաքրքրված ոլորտով, հասկացանք, որ պետք է այդ սահմանը հստակեցվի։ Ուղղակի Հայաստանում վերադառնալով ձեր հարցին, նշենք, որ ակնհայտ գովազդը երբեմն վատ է։ Շատ վատ է անդրադառնում, այո, շատ վատ է անդրադառնում կազմակերպության եւ վարկանիշի եւ հետագայում նաեւ գործունեության վրա։ Ըստ իս կարող ենք ուղղակի մի փոքր այլ թաքնված գովազդներով կազմակերպությունը գովազդել, բայց երբեմն ակներև այդ գովազդը չի նայվում ուղղակի։ Ես ձեզ հետ իրականում համաձայն եմ եւ կիսում եմ այդ կարծիքը։ Իդեպ անուշիկ մարդիկ կարող են արդեն ձեզ դիմել թաքնված գովազդների համար, ճիշտ է։ Այո։ Դե լավ, այդ մասին կխոսենք պատրաստման ընթացքում։ Հիմա Ռուբինային էի ուզում հարցնել, ապագա իրավագետ եք դուք։ Այո։ Ինչ է դա իրենից ենթադրում, ինչով եք զբաղվելու դուք։ Եթե անկեղծ որոշել եմ դառնալ դատավոր, քանի որ երբեմն անարդարությունները կյանքում շատ են լինում, նույնիսկ որոշները կարծում են, որ կյանքը հենց ինքնին անարդար է, փորձելու եմ հնարավորինս դրանք հարթել, շուտկել կամ քողարկել երբեմն։ Ճյուղի հարցով դեռևս չեմ կողմնորոշվել, կարծում եմ կամ սահմանադրական, կամ վարչական ճյուղով կշարունակեմ։ Իսկ իրավաբանությունը ինքնին հենց մեկնաբանման արվեստ, այսինքն իմ առավելությունը մնացյալ մասնագիտությունների հանդեպ կայանում է զուտ իմ մեկնաբանման արվեստով։ Ես կարողանալու եմ օրենքները ճիշտ մեկնաբանել՝ ի տարբերություն օրինակ մարքետոլոգների։ Հրաշալի է։ Ես վստահ եմ, որ դուք հաջողելու եք, որովհետև հստակ գիտեք, թե որտեղից եք սկսել եւ ուր եք գնում։ Խոսենք այսօրվա մասին։ Ինչ եք պատրաստելու այսօր մեզ համար։ Այսօր մենք ունենք 3 տաքուտեստ, 2 աղցան։ 3 տաքուտեստ, 2 աղցան, մարդիկ են միանալու մեզ։ Ոչ։ Մեր տանը տենց ինչ-որ ադատ կա, եթե ինչ-որ մարդ է գալիս, մենք պետք է շատ լավ դիմավորենք, ու միգուցե ինչ-որ դուք մի ուտես չեք սիրում, մյուսից օգտվեք։ Կնշեք այդ 3 տաքուտեստները, որոնք են լինելու։ Այո, ես առաջինը պատրաստել եմ տոլմա։ Թփով, ավանդական, հայկական ավանդական։ Իսկ ինչի տոլմա, որովհետև մեր տանը մայրիկս տոլմա չի պատրաստում։ Ասում է, այդ տատիկների ճաշնա, պետքա տատիկները պատրաստեն, ինքը երբեք տոլմա չի պատրաստել, ու ոնց որ այդ կոտրատի այդ կարճատիպը, ասի ես պետքա տոլմա պատրաստեմ, որտեղ ես շատ եմ սիրում, մենք էլ բոլորը շատ ենք սիրում, ու դրա համար այսօր պատրաստել ենք տոլմա։ Դա 1։
Ահա, երկրորդը ձուկ, մայրիկից բաղադրատոմսով, եւ երրորդը քյուֆտա։ Ջեռոցում։ Գեր հագեցած գնալու ենք այստեղից։ Գնումներ ունենք կատարելու։ Այո։ Դե առաջարկում եմ հիմա գնանք գնումներ կատարելու, այնուհետև վերադառնանք եւ հասկանանք ինչպես եք դուք պատրաստում այդ ամենը։ Այո։ Իդեպ կնշեք ինչ ձուկ եք պատրաստելու։ Իշխան։ Իշխան, շատ լավ։ Գնանք գնումների։ Սիրում եք իշխան։ Մենք ցանկացած ձուկ սիրում ենք։ Շատ լավ։ Դե գնանք գնումներ կատարելու։ Ընկերներ, ձեր բակում ենք գտնվում արդեն եւ կխնդրեմ խոսենք մի փոքր այդ մասին։ Սա ձեր մանկության բակն է, թե տեղափոխվել եք այստեղ նոր։ Ոչ, իմ մանկությունը անցել է հենց Երևանի կենտրոնում, Տաշիրի հարևանությամբ, բայց մենք ստեղ հենց ապրում ենք արդեն 14 տարի։ Որտեղ են գտնվում, կարելի է բարձրաձայնել, թե դա գաղտնիք է։ Առաջին բնակարանը նկատի ունեք։ Ոչ, հիմա որտեղ ենք գտնվում, կարելի է ասել։ Հիմա գտնվում ենք 4 զանգվածում։ Շնորհակալություն։ Նորքի 4-րդ զանգվածում ենք գտնվում։ Այո։ Այստեղ անցել է ձեր պատանեկությունը։ Ինչպես եղավ այդ տեղափոխությունը։ Կենտրոնից ամեն դեպքում մարդիկ դժվար են գալիս մի փոքր հեռու։ Մի փոքր բարդ։ Ինչու՞։ Բայց տեղափոխվեցին։ Մենք սիրում ենք իրականում Մասիվը։ Ինչով էր բարդ Ռուբինա ձեզ համար։ Դե տեղափոխությունը փառք Աստծո ես ինքս չեմ տեսել։ Մի փոքր ուշ եմ ես ավելի ծնվել, բայց ամեն դեպքում մանկության վայրը, բնակավայրը փոխելը յուրաքանչյուրի սրտում ինչ-որ հետք է թողնում։ Դու կարծում եմ այդքանով եւ այլ հանգամանքների փոփոխության պատճառով ստիպված էինք տեղափոխվել նաեւ։ Պարզ է։ Մեքենա ունեք։ Ես մեքենա չունեմ, բայց ունեմ վարորդական։ Չէ, ես կվարեմ ուրեմն այդ դեպքում մեքենան, խնդրեմ, ես կբացեմ ձեզ համար դուռը, մենք գնանք խանութ գնումներ կատարելու։ Շնորհակալություն։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ինքն փոխելու բաներ կան։ Օրինակ, մեկը։ Լավ ասելով նկատի ունենք կենսամակարդակի բարձրացում, թե ինչ որ։ Ես վստահ եի, որ դուք այդ հարցը տալու եք, ցանկացած բան, ինչը մարդկանց կյանքը ավելի լավը կդարձներ։ Ես գործում եմ Թե շոշափելի երևույթներ, թե ոչ շոշափելի երևույթներ։ Եկեք մասնագիտության տեսանկյունից առաջինը խոսեմ։ Եկեք կարծում եմ բյուրոկրատիզմը, որովհետև թղթաբանությունը մեր կյանքում այնքան շատ է դարձել, որ երբեմն նյարդայնացնում է եւ տրամադրության անկում բոլորի մոտ գրանցվում։ Դավիթի սրտից էր պատասխանը, որովհետև նա ամենաշատն է դրա պատճառով տուժածը։ Համաձայն եմ ձեզ հետ, իսկ դուք Անուշիկ։ Ես իրականում շատ կուզեի, որ պատերազմներ չլինեին ընդհանրապես, որ մեր հաջորդ սերունդը երբեք չտեսնեն ինչ-որ պատերազմ, ցավ, կորուստ։ Եվ իմ մանկության երազանքն է եղել, որ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, մանկատներ չլինեն։ Երեխաները մեծանան իրենց ընտանիքներում։ Տենց։ Շատ խորը պատասխան տվեցիք եւ շատ կարեւոր թեմաներ շոշափեցիք։ Շնորհակալություն։ Երկուսդ էլ շատ կարևոր բաների մասին խոսեցիք։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր պատասխանների համար։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութի դիմաց։ Էլի։ Եվ այսպես մենք խանութում ենք, ժամանակն է գնումներ կատարելու։ Հստակ գիտենք ինչ ենք գնելու, թե պետք է նայել։ Մշտապես մարքեթոլոգները իրենց մարքեթինգային պլանը արդեն մշակած։ Այո։ Շատ բան է մեզ անհրաժեշտ, կթվեք։ Եգիպտացորեն, թթվասեր, հաց, բիբար, զեյթուն, փոքր թութու եգիպտացորեն, հյութեր, մայոնեզ, Դե խնդրեմ, առաջանանք։ Գնացինք։ Բայց մենք ձեզ համար պատրաստել ենք նաև փոքրիկ նվերներ, որտեղ կա մայոնեզ, կարող եք մայոնեզ շվերցնել։ Okay։ Մշտապես ձեր տան գնումները կատարելու ընթացքում դուք ունենում եք ձեր մասնակցությունը, թե դա վստահված է հայրիկին եւ մայրիկին։ Հայրիկին եւ մայրիկին։ Մասնավորապես հայրիկին։ Ես ընդհանրապես կապ չունեմ։ Իսկ Խոհանոցի հետ ընդհանրապես կապ ունեք։ Իրականում սեր չունեմ, ժամանակ էլ չունեմ, որպեսզի պատրաստեմ, վստահում եմ Անուշիկին։ Եթե հանկարծ միայնակ ենք լինում, Անուշիկ, սկսենք։ Սկսենք, հատկապես կցանկանամ հասկանալ ինչպես է կընտրում բանջարեղենը։ Գնացինք բանջարեղեն։ Թարմության
ինչ կողմնորոշիչներ կան ձեզ համար։ Շատ բան, ինչպես հասկացա, բանջարեղենից մեզ անհրաժեշտ չէր։ Չէ, մեզ անհրաժեշտ է, մասը։ Վերցնում ենք չերի լոլիկ եւ չերի վարունգ։ Բայց դա չերին չի կարծում եմ, որը որ դուք։ Այ դա չերի է։ Սա լավ է։ Դա չերի էր արդյոք Անուշիկ, լոլիկի մասին է խոսքը։ Իդեպ Վահան, այս երկարները շատ քաղցրը։ Շատ լավ, համոզեցիք։ Ես ինչպես հասկացա, դուք հստակ գիտեք ինչ է ձեզ անհրաժեշտ եւ արագ կողմնորոշում եք գնումներ կատարելիս։ Բիբար պետք է վերցնենք։ Պղպեղներ բուլվարական, բունավոր, ես հիշում եմ, դուք դա ասացիք։ Սա։ Այո։ Եվ Պղպեղները աղցանի համար է, թե լցոնելու եք տոլմայի համար։ Չէ, աղցանի համար է։ Աղցանի համար է։ Գնացինք։ Մենք ինչպես հասկանում եմ, էլի գնումներ ունենք կատարելու, դրա համար կխնդրեմ, որպեսզի դուք առաջանակ ձեզ անհրաժեշտ բոլոր մթերքը վերցնեք։ Մենք ձեզ սպասենք արդեն դրամարկղի մոտ։ Շնորհակալություն։ Անուշիկ, շատ արագ կողմնորոշվեցիք, ճիշտն ասած ես պատկերացնում եմ, որ դա երկար process է լինելու, բայց դուք հստակ գիտեիք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, նույնիսկ բոլոր այն արտադրողները, որոնք որ կային, հստակ գիտեիք, թե ինչ է պետք։ Մշտապես ցանկացած գործում այդպես է ձեզ մոտ։ Այո։ Թե միայն գնումներ կատարելիս։ Չէ, բոլոր գործերում այսպես է։ Եվ դա գովելի է։ Այսինքն ձեր գործում կարգապահությունը առաջին հերթին պետք է ապահովել։ Եվ ստացվում է ձեզ մոտ։ Ինչպես տեսնում եք։ Եվ այսպես Անուշիկ, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 24938 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Ոչ, քանի որ դուք հյուր եք։ Բայց ամեն դեպքում դուք աղջիկ եք, մենք տղա ենք եւ առաջարկում եմ օգտվել գենդերային անհավասարությունից եւ մենք վճարենք ձեր փոխարեն։ Չէ, արի այս անգամ ես վճարեմ։ Լավ, հաջորդ անգամ չի լինելու իհարկե, բայց լավ, վճարեք։ Երբ էր լինելու, որ թույլ տայիք մենք վճարեինք ձեր փոխարեն։ Շնորհակալություն Անուշիկ այս ամենը մեզ հյուրասիրելու համար։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր խոհանոցում։ Գնացինք։ Անուշիկ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակե տարաներով աղացած կարմիր, կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո, իհարկե, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Հրաշալի է, դե մասնագիտությունը ամեն դեպքում իրեն նանում է։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Անուշիկ սուրճի սիրահար եք թե ոչ։ Ոչ։ Ռուբինա, իսկ դուք։ Լուծվող սուրճեր մեկ-մեկ խմում եմ։ Շատ լավ, ուրեմն ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee-Joy խվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք, Անուշիկ, վստահ եմ փորձելուց հետո ձեր կարծիքը կփոխվի սուրճի մասին։ Անպայման։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։
Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Անուշիկ, մենք արդեն ձեր խոհանոցում ենք, մեր առջև դրված են մի ամբողջ հարսանիք սպասարկելու համար նախատեսված ուտեստների բաղադրիչները, հիմա խնդրեմ հերթով նշենք, ինչը ինչի համար ենք օգտագործելու, պղպեղ, բրոկոլի, եգիպտացորեն, տոլմայի բոլոր բաղադրիչները, կտրատված ձիթապտուղ, խեցգետնի ձողիկներ, քյուֆտա, վարունգ, եգիպտացորեն, ձեթ, մայոնեզ, համեմունքներ, ինչը ինչի մեջ ենք օգտագործելու։ Տեսեք, պատրաստել են 3 տաք ուտեստ, բայց դուք կտրատելու եք աղցանները, ես տաք ուտեստները արագ-արագ պատրաստեմ։ Բարի։ Դուք մի աղցան եք պատրաստել, Ռուբինան մեկ։ Դուք գունավոր պղպեղով, բրոկոլիով, եգիպտացորենով, ձիթապտղով։ Այո։ Ահա։ Աղցանը դուք եք պատրաստում, իսկ Ռուբինան պատրաստում է վարունգով, ծովախեցգետնով եւ եգիպտացորենով աղցան։ Սկսեցինք։ Իսկ ես տոլմա։ Հրաշալի է, կարող ենք եւ գործել եւ խոսել։ Իհարկե, գնացինք։ Իմ առջև դրված է մի ամսագիր, Ահա։ Bali Girl, Անուշիկ Հակոբյան, ցանկանում եմ դառնալ հանրահայտ հայուհի։ Ովքեր չհասկացան միանգամից, ասենք որ աղջնակը նույն աղջիկն է, ով այժմ իմ դիմաց կանգնած է։ Դարձակ հանրահայտ հայուհի։ Ճանապարհին եմ։ Սա մանկության ցանկություն է եղել, իսկ ո՞րն է եղել ձեր մանկության երազանքը։ Երազանքը։ Այո։ Երազանքը, որ ինձ ճանաչան բոլորը։ Բայց այնտեղ ես երազանքներից մասին խոսում եմ, ասում եմ, որ ուզում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն։ Դա իմ մանկության երազանքն է։ Դրա մասին խոսեցինք արդեն մեքենայի մեջ։ Այո, խոսել ենք։ Այսինքն մանկուց եք ունեցել այդ ցանկությունը եւ երազանքը, այսպես ասած։ Ամսագրի մասին մի փոքր խոսենք, սա ինչ ամսագիր էր, ինչու հայտնվեցիք։ Իրականում ես այդ ժամանակ եղել եմ 9 տարեկան, բայց մինչև այդ ամսագրի շապիկին հայտնվելը ես անցել եմ բազում փորձությունների միջով, հաղթել եմ տարբեր միջոցառումներ, տարբեր մրցույթներ, եւ մոտ 30 հաղթանակից հետո գնացել եմ Իսպանիա։ Խնդրում եմ հիշել, որ դուք եղել եք Իսպանիայում, ցուցադրենք խճողակը մեզ հետևող մարդկանց, խնդրեմ, դուք եք պատրաստել։ Այո, այս ամբողջությամբ ես եմ պատրաստել։ Ինչ է իր մեջ ներառում։ Տավարի միսիկ աղացած։ Միսիկ անպայման։ Այո, միսիկ։ Բրինձ, ռեհանի չորացրած տերևներ, սամիտ, աղ բիբար, սև բիբար, այդքանը։ Շատ բարի։ Ակարակ։ Հասել էինք Իսպանիա։ Եվ ես գնացի Իսպանիա։ Իրական մեր ճանապարհությունը եղել է 3 ամիս, տևել է 3 ամիս, 1 ամիս գնացել ենք մենք ավտոբուսով։ 3 ամիս 9 տարեկան հասակում բացակայել եք տնից։ Այո, ում հետ էիք։ մորաքրոջս հետ։ Ահա։ Իրականում ես իմ մորաքրոջը շատ եմ սիրում, Արմին է։ Ինքը ինձ երկրորդ մոր պես է։ Այո։ Ծանոթներս գիտեն։ Եվ այդպես գնացինք այնտեղ, ես մասնակցեցի Miss Globe-ին եւ իհարկե պատվավոր մրցանակը շահեցի ես։ Առաջին հորիզոնականը գրավեցիք եւ վերադարձաք Հայաստան։ Այո։ Եվ վերադարձա Հայաստան։ Որ վերադարձա Հայաստան, արդեն ինձ կանչեցին հարցազրույցների եւ ստացվեց այս ամսագիրը։ Հանրահայտ հայուհի, այս չափը լավ է, թե կիսեմ նրանց։ Շատ լավ է, ծնված շատ լավ է ստացվում։ Շնորհակալություն, ես ունեմ արդեն պղպեղ կտրատելու կարմիր դիպլոմ։ Անուշիկ, երբ մուտք էին գործում ձեր տուն, դուք ասացիք, խնդրում եմ աջ ոտքով մտեք, որպեսզի նկարահանումները անցնեն լավ։ Այո։ Դուք սնահավատ եք։ Չէ։ Բա ինչու այդպես ասացիք։ Լարված էի։ Լավ, իսկ հիմա։ Հիմա ոչ։ Եվ դա լավ է։ Ռուբինա, դուք ինչ կասեք, դուք սնահավատ եք, թե ոչ։ Կարծում եմ ոչ։ Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ ոչ։ Եվ դա լավ է, եւ դա նույնպես լավ է։ Մայրիկը այս պահին հերվից հետևում է մեզ, բայց մենք նրան չենք ցուցադրելու իր իսկ կամքով։ Եվ ես ինչպես հասկանում եմ նրա ռեակցիաներից, նա կարծես թե գոհ է։ Վերջում կերեմը։ Ճիշտ է։ Դեռ չգիտի։ Հեսա դուք գնաք։ Այո։ Եվ ինչ է սպասվում մեր գնալուց հետո։
կարող եք սենց կտրատել, սենց անենք, բայ, սա մոռացանք, չգիտեմ, սա։ Սրա մասին խոսայիք, նրա մասին խոսայիք, այդպիսի բաներ կլինեն։ Ես չասեցիր, ինչ ասեցիր։ Բայց դուք համեղ եք, չէ՞, պատրաստում Անուշիկ, կարծում եմ։ Ես կարծում եմ, այո։ Կարևորը իմ հայրիկը շատ է հավանում իմ պատրաստածը։ Եթե մենք տոլման արդեն փաթաթել ենք, մենք կարող ենք դադարեցնել մեր նկարահանումը տոլմայի հետ կապված, որովհետև մեզ մնում է միայն սա եփել, ճիշտ է։ Ես այդ ընթացքում կկտրատեմ այս ամենը, կարծում եմ Ռուբինան նույնպես կկտրատի այդ, բայց տխուր եք Ռուբինա, ինչով է դա պայմանավորված։ Առաջին անգամն է խոհանոցում, հա փորձում եմ հնարավորինս, այո։ Դեբյուտ եւ պրեմիերա։ Մենք այս պահին կդադարեցնենք նկարահանումները, հետո արդեն կվերադառնանք եւ կանցնենք հաջորդ ուտեստի պատրաստմանը։ Շնորհակալություն։ Հիմա ինչ քո կարծիքով մաման գոհ է թե գոհ չի։ Մաման։ Հա։ Դե ինքը հələ տոլմայի մեջ չկա, չի կարա ինչ-որ բան ասի, բայց սիրուն է։ Հեսա մյուսները արդեն կհասկանանք ռեակցիայից։ Շատ լավ, բայց ես վստահ եմ, որ հետո դու կսկսես ստաբիլ արդեն տանը պատրաստել տոլմա։ Կգան մարդիկ ձեր տուն Անուշիկի տոլմա ուտելու։ Սիրով։ Անուշիկը շատ համով բորշել է պատրաստում։ Միան կգաք մեր տուն, ես գառան մսով փիթի կպատրաստեմ։ Ոայ ո՞նց եք հավատում։ Իմ Instagram-ի հետևորդների տեսել են մի անգամ։ Աչքս։ Սիո։ Ես ես կհրավիրեմ։ Իմ նոր տուն կհրավիրեմ։ Այդ 4 տարի հետո է լինելու Անուշիկ ջան։ 4 տարի հետո ով մի խոսքով։ Ով ողջ, ով չողջ, էլի ոնց որ։ Անուշիկ, մենք շարունակում ենք գործել ձեր խոհանոցում, տոլման բարեհաջող տեղափոխեցինք դեպի գազօջախի վրա, ընթացքում Ռուբինան շարունակում է տանջվել, չհասկանալով թե որը ինչի համար է նախատեսված։ Ես այս ընթացքում հլու հնազանդ կտրատեցի այն ամենը, ինչը որ դուք պահանջել էիք եւ դրել էիք իմ պարանոցին եւ ընթացքում նաեւ կվայելեմ Լեբո սուրճի ջազվե տեսակի 100%-անոց արաբիկա սուրճը, որը վստահեցնում եմ էներգիայի հրաշալի աղբյուր է։ Սա հիմա տեղափոխում ենք նախատեսված տարայի մեջ։ Ավելացնում ենք եգիպտացորենը։ Ամբողջությամբ։ Դա։ Իսկ դուք ինչ եք անելու այդ ընթացքում։ Ես այդ ընթացքում պատրաստելու եմ ձուկիկ։ Ձուկիկ, իշխան ձուկիկ։ Սա ընդհանուր բոլորը լցնում եմ իրար վրա եւ ձեզ այլևս չեմ անհանգստացնում։ Եվ ավելացնում եք ձեթ։ Շատ լավ։ Ամբողջությամբ լցնում եմ։ Դե ձուկիկի մասին պատմեք մեզ, որտեղ է ուսանել։ Մենք պատրաստել ենք իշխան ձուկիկ, արդեն կտրատված է։ Այո։ Հատուկ համեմունքներով։ Կնշեք հատուկ համեմունքները։ Այո, մենք օգտագործել ենք Մարանիկի ձկան համար նախատեսված համեմունքը։ Հրաշալի։ Աղ, սև բիբար եւ կարմիր բիբար եւ սմետան։ Թթվասեր։ Թթվասեր։ Բարի։ Դե սկսեք։ Գնացինք։ Կրծում ենք խորտ կտամ, դուք էլ անպայման փորձեք, շատ համեղ է ստացվում։ Ես վստահ եմ, որ մենք այսօր հիանալու բազմաթիվ առիթներ ենք ունենալու։ Ինչպես նաև Ռուբինա, Անուշիկ, ներողություն Ռուբինա։ Ձեզ չեմ անհանգստացնում, դուք շարունակեք գործել։ Կխնդրեմ ձեր պատրաստած բոլոր ուտեստների համար մտածել անուններ, դուք մարքետոլոգ եք, եւ անուններ մտածելը կարծում եմ ձեր անմիջական գործունեության մեջ է մտնում։ Բոլոր ուտեստների համար ընդհուպ տոլմայի մտածեք անուններ, որպեսզի վերջում համտեսելու ընթացքում մենք հնչեցնենք դրանք։ Բարի։ Ինչպես նաև մեր հաղորդումը եթերը գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, մեր պաշտոնական YouTube-յան հարթակում եւ կենտրոն հեռուստաընկերությամբ, կամ մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, շաբաթ օրը ժամը 12-ից սկսած ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի։ Խոսեցինք համացանցի մասին եւ դուք հաղորդման առաջին հատվածում ասացիք, որ դուք ձեզ չեք համարում բլոգեր, այլ համարում եք ինֆլուենսեր, նաեւ ասացիք դրանց տարբերության մասին, բայց ամեն դեպքում մարդիկ մուտք գործելով ձեր Instagram-յան էջ, ինչ կարող են գտնել այնտեղ։ Կարող են գտնել գովազներ, համագործակցություններ։ Բացահայտ գովազներ, թե թաքնված գովազներ։ Չէ, բացահայտ գովազներ, որ կազմակերպություններում ես աշխատում եմ։ Իմ գեղեցիկ նկարները, այդպես, նաև իմ կյանքը միշտ հետաքրքիր է եղել մարդկանց, բայց ես այդքան շատ չեմ կիսվում կյանքով։ Հանրայնացնում ձեր կյանքը, հասկացա։ Ռուբինա, դուք ինչ կասեք, ակտիվ եք արդյոք համացանցում, թե ոչ։ Եթե համեմատություն անցկացնենք Անուշիկի Instagram-ը էջի հետ, կպատասխանեմ, որ ոչ։
Բայց ընդհանրապես փորձում եմ ակտիվ լինել, բարբերաբար հրապարակումներ։ Ինչ թեմաներով։ Անձնական, ես չունեմ ինչ-որ թեկվածություն հստակ, սովորաբար վարում եմ մեջը իմ կյանքից լուսանկարներ տեղադրել ուղղակի։ Հասկացա։ Ես ինչպես հասկանում եմ, մենք այլ նոր գործողություն չենք ունենալու, մեզ մնում է միայն համնել ձուկը, տեղափոխել դա պղնձի մեջ եւ մեզ կմնա քյուֆտան։ Եվ մեզ կմնա քյուֆտան, ինչպես նաև թանձրուկը, նույն ինքը սոուսը, երբ ենք ավելացնելու։ Ամենավերջում, երբ ամբողջը պատրաստ լինի։ Դե ես կխնդրեմ հիմա դադարեցնենք նկարահանումը, ցուցադրենք ինչպես ենք թանձրուկը ավելացնելու այդ ամենի վրա, տեղափոխելու կրակի վրա եւ անցնենք քյուֆտայի պատրաստմանը։ Ռուբինա, որևէ առաջ խաղացում կա։ Փորձում եմ հնարավորինս համապատասխանելով ձեր պրոֆեսիոնալիզմին, ուժերի սահմանում ստանալ։ Լավ, ձեզ դուր եկավ խոհանոցը։ Ինչպես հասկանում եմ, առաջին անգամ կարելի է փորձել։ Շատ ակնառու է։ Չէ, դուք ասացիք ուղակի։ Ակնառու չէ, ուղղակի դուք ասել էիք, որ չեք սիրում խոհանոցը գնումներ կատարել, նույնպես չեք սիրում։ Բայց կարծում եմ այսուհետ ավելի ակտիվ կլինեմ խոհանոցում։ Միգուցե մենք հաջորդ անգամ գանք հատուկ ձեզ համար։ Սիրով։ Շնորհակալություն։ Դե մենք կհանդիպենք արդեն թանձրուկը ձկան վրա ավելացնելուց եւ կրակի վրա տեղափոխելու ժամանակ։ Մի բան հարցնեմ էլի, ավելի անհարմար աման կա, որ տակ ինձ դրա վրա փորձեմ տանջվել։ Հիմա սա պետքա խառնել, ճիշտ է։ Կա տենց մարդ, որ կկարողանա սա խառնել։ Սա փորձություն է։ Սա փորձություն է։ Մենք իրականում գիտենք, մենք ենք ձեզ փորձության ենթարկում, բայց պարզվեց, որ թարս կապուտ եղավ։ Այսպեսի բլոտյան տերմին կա, ու ոնց հասկանում եմ դուք խաղում եք բլոտ։ Չէ, բլոտ խաղալ չգիտեմ։ Սա ինչ է, օրինակ, նույնիսկ չեմ կարողանում ցուցադրել, թափվում է ամեն ինչ, բայց ոչինչ։ Հետո կնստենք գետնին կուտենք։ Սա կլինի տենց ինչ-որ հնդկական որևէ ցեղի ուտեստ, գետնին նստած մատներով ուտել։ Լավ, պայմանավորվեցինք։ Դե ես Լեբոն խմեմ, դուք շարունակեք գործել խոհանոցում։ Ռուբինա, ձեր հետ եմ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Շատ էսթետիկ կերպով ձուկը շարեցիք պղնձի մեջ, Անուշիկ հիմա ժամանակն է թանձրուկը ավելացնելու եւ տեղափոխելու գազօջախի վրա մի փոքր ջուր ավելացնելով իհարկե։ Այո։ Այս ընթացքում Ռուբինան հասցրեց կտրատել վարունգը։ Այո։ Ձեր առջև դրված է թթվասեր, պետք է ավելացնեք մայոնեզ, պետք է ավելացնեք եգիպտացորեն եւ այդ ամենը խառնեք միմյանց։ Այստեղ Անուշիկը արդեն թանձրուկն է ավելացնում ձկան վրա։ Որքան ժամանակ պետք է եփվի։ 40 րոպե։ 40 րոպե։ Ես էլ հստակ հանձնարարություն ունեմ, պարզվեց, որ մոռացել ենք վարունգը կտրատելու մասին, բայց հոգ չէ, ես կկտրատեմ։ Շնորհակալ եմ շատ։ Անուշիկ, ես ստացա ձեր թույլտվությունը այս հարցի համար եւ հիմա կարող եմ այն հնչեցնել։ Աշխատանք ունեք։ Այո։ Կարիերայի դժգոհություն կարծես թե չկա։ Տունը սեփական ուժերով կարողացել եք գնել։ Իսկ անձնական կյանք։ Անձնական կյանք։ Ինչի մսուրտումա, թողի մսուրտումն է։ Հրաշալի պատասխան, ապշած եմ։ Ինչպես կարողացաք։ Լավ, ինչ է ձեզ պակասում կատարյալ երջանկության համար։ Ինչն է պակասում։ Բարի մարդիկ։ Ձեզ շրջապատող թե ընդհանրապես։ Ինչ շրջապատող, ընդհանրապես։ Այսինքն ձեզ շրջապատող մարդիկ չար են։ Չար չեն, ուղղակի Սակավ բարի են։ Ինչպես է դա արտահայտվում։ Ուզում որ մարդիկ լինեն կամեցող։ Ահա։ Եվ այդպես։ Այսինքն ձեզ շրջապատող մարդիկ այնքան էլ կամեցող չեն։ Չէ, կամեցող են, բայց այդքան շատ չէ։ Դուք ունեք ընկերներ։ Այո։ Վստահաբար։ Այո։ Նրանք նայելու են այս հաղորդումը։ Այո։ Հետո դուք պետք է նայեք նրանց աչքերին։ Բայց ես իրեն շատ եմ սիրում։ Նրանք բարի։ Բայց այդ ընկերների մասին չի խոսքը։ Ես շրջապատող մարդիկ նկատի ունեի նաև ընկերներ, ընտանիքի անդամներ։ Չէ, իրենց մասին խոսք չի կարող գնալ։ Լավ։ Ռուբինա, դուք ինչ կասեք, ձեզ ինչ է պակասում կատարյալ երջանկության համար։ Ներկայությամբ կարծում եմ խաղաղություն։ Մնացածը կարծում եմ կարող ենք ինքներս ստեղծել կատարյալ երջանիկ լինելու համար։
Դիվանագիտական պատասխանները շարունակվում են։ Փորձեցի։ Բան, բայց ինձ թվում է, ես կատարել երջանիկ եմ։ Բացահայտում հենց նոր հասկացաք, որ ոչինչ չի պակասում։ Այո։ Ես միայն շնորհավորում եմ ձեզ եւ տա Աստված, որ մշտապես դուք լինեք կատարյալ երջանիկ։ Խնդրում եմ, եթե սրա հետ գործողությունը ավարտված է, տեղափոխենք գազօջախի վրա, չմոռանանք ավելացնել ջուրը, որպեսզի հետո մայրիկը դիտողություններ չանի, որ Անուշիկ մոռացար ջուրը ավելացնել եւ անցնենք քյուֆթայի պատրաստմանը, հետաքրքիր ձևով եք պատրաստելու քյուֆթան, համենայն դեպս ինձ երբեք այդպես չէր հանդիպել։ Կխնդրեմ ներկայացնեք, ինչ եք անելու քյուֆթայի հետ։ Քյուֆտան լցնում ենք, ավելացնելու ենք թթվասեր։ Քյուֆտային թթվասեր, հենց դրա մասին էր խոսքը, սա ում բաղադրատոմսն է։ Մայրիկիս բաղադրատոմսն է։ Այո։ Ավելացնելու ենք թթվասեր, մի փոքր։ 2 հավքիթ։ Այո։ Այստեղ սունկ եք տեսնում, սոխով։ Այո, նախապես արդեն տապակված եւ սոխ։ Այո։ Եվ վերջում հետո կավելացնենք պանի Ձու, կոնյակ, մայոնեզ։ Ձու։ Ինչա ձուն ասել եմ հավքիթ։ Կոնյակ։ Լավ, դե սկսեք։ Ձեզ օգնելու կարիք կա, եթե պետք է հարվածել նրան կամ նմանատիպ որևէ այլ բաներ։ Ինձ թվում է ինձ մոտ կստացվի։ Կստացվի ձեզ մոտ։ Մոդելային կարիերան ձեզ համար վերջնական ավարտված է, թե ինչ որ պահի, եթե լինի լավ առաջարկ, դուք ամեն դեպքում կվերադառնաք, թե ընտրել եք մասնագիտություն եւ կշարունակեք գործել այնտեղ։ Ես իմ մասնագիտությունը իրականում շատ եմ սիրում, բայց եթե շատ լավ առաջարկ լինի, իրականում ես մարքեթինգը երբեք չեմ թողնի, բայց կդիտարկեմ։ Որն է շատ լավ առաջարկ, օրինակ շատ հայտնի կազմակերպություն պետք է ձեզ դիմի, որպեսզի դուք դառնաք օրինակ նրանց դեմքը։ Այո։ Այո։ Հայտնի ինչ-որ բրենդ։ Կամ լավ հոնորար։ Իրականում Հայաստանում ես հիմնականում հայտնի խանութների հետ աշխատում եմ։ Սկեսների իմ հետևորդները գիտեն։ Այո։ Պես չեմ դժգոհում Վահան։ Շատ լավ է։ Բացի այս բոլոր բաղադրիչները իրար խառնելուց մենք ունենալու ենք նոր գործողություն։ Նոր գործողություն։ Ոչ։ Ոչ։ Իսկ Ռուբինայի մոտ որևէ առաջ խաղացում, մի րոպե։ Իսկ Ռուբինայի մոտ որևէ առաջ խաղացում։ Աղցանը գրեթե պատրաստ է, միայն ունում է ամբողջ խառնել։ Դե խնդրում եմ խառնեք, որպեսզի դուք էլ տանջվեք այդ փոքրիկ ամանի մեջ։ Թթվասերով վստահ եք, որ ստացվել է, փորձել եք երբևէ այսպիսի քյուֆթա։ Այո, փորձել եմ։ Հավելացնում ենք հավքիթը։ Եվ Ռուբինա, ես վստահ եմ, որ դուք այստեղ նույնպես կտաք շատ հետաքրքիր պատասխան, դրա համար սկզբում հարցը ուղղեմ ձեզ, Անուշիկին տամ կողմնորոշվելու հնարավորություն, մենք մոտ ենք արդեն իրար հետ։ Ինչ գերբնական ցանկություն կուզեիք ունենալ։ Գերբնական հատկություն, ես ամեն անգամ սա խառնում եմ։ Գերբնական հատկություն։ Այո։ Կարծում եմ հաշվի առնելով Երևանյան խցանումները, տելեպորտ ասվածը։ Շնորհակալություն։ Բայց ոչ միայն Երևանի տարածքում, այլ առհասարակ աշխարհում, աշխարհում տելեպորտ լինելու ցանկացած երկրում, ցանկացած քաղաքում։ Իսկ ժամանակի մեջ ենթադրենք հայտնվեիք Եգիպտոսում բուրգերի կառուցման ժամանակ։ Իրականում շատ հետաքրքիր կլիներ, կարծում եմ արժի։ Անուշիկ, իսկ դուք։ Ես Ես տվել էի ձեզ այդ հնարավորությունը, որպեսզի այս ընթացքում կողմնորոշվեիք։ Ես կուզեի թռչեի իրականում։ Եվ հայտնվել շատ անսպասելի վայրերում։ Օրինակ, ուր կգնայիք առաջինը, հիմա որ ձեր մտքով անցավ, առանց մտածելու, երկինք։ Պարզ է, որ թռիչքի ժամանակ պետք է լինեք երկնքում, հետո վայրեջքը որտեղ կլիներ։ Վայրեջքը վերջնակետը։ Սեյշելյան կղզիներ։ Դե խնդրեմ, խառնեք դուք քյուֆտա, ձեռքով ենք անում։ Ամբողջ էներգիան փոխանցում ենք մսին։ Շատ լավ է, հրաշալի է։ Միայն պետք է խառնել, հետո սպասենք ինչպես եք ամանով վերցնելու եւ խաշելու ենք, չէ՞, ոչ թե այլ Ջեռոցում։ Ջեռոցում ենք դնում, լավ, շատ հետաքրքիր է։ Եթե չենք ունենալու այլ նոր գործողություն, ես կխնդրեմ դադարեցնենք նկարահանումը եւ կվերադառնանք, շարունակենք ցուցադրենք ինչ է ստացվել այս խառնաշփոթի ընթացքում։ Սեյշելյան կղզիներ շատ անսպասելի տեղ է, իհարկե։
Ես համաձայն եմ։ Ավելի տենց հետաքրքիր գնալ տեսնել մարդիկ ինչ են խոսում ձեր մասին, ընկերական հավաքույթներ, որտեղ շատ անսպասելի էր հարցը, բայց կուզեի ունենայի գերբնական ուժ, որ ես կարողանայի կարդալ դիմացիս մտքերը։ Ում մտքերը կկարդայի։ Կապ չունի։ Առաջին ում մտքերը կկարդամ։ Ով է որ ստիպել է որ ուզում եք մտքեր կարդալ։ Ինձ հետաքրքիր է միշտ։ Հասկացա։ Բայց այդ լավ կլիներ։ Որ կարդայի մտքերը։ Հա, շուտ։ Բայց իրականում ես փոքր ժամանակ միշտ ասում եի, ես ունեմ կախարդական փայտիկ։ Այդ կախարդական փայտիկը կատարում է մարդկանց երազանքները։ Տենց ինձ հույս է տվել, որ ես կարողանում մարդկանց երազանքները կատարել։ Դե սենց որ շարունակվի, ինձ թվում է ունենաս դու կախարդական փայտիկ ու կիրականացնես մարդկանց երազանքները։ Դե բարի խառնաշփոթ ձեզ։ Շնորհակալ եմ։ Իդեպ երկուսից։ Հեսա վերջում ինչ համեղեր ստացվելու։ Ես չեմ էլ կասկածում։ Շարունակում ենք, դեռևս շարունակում ենք Արարել խոհանոցում։ Ռուբինա, շնորհավորում եմ, իմ եւ ձեր կալանքը կարծես թե ավարտված է։ Կապանքներից ազատվել ենք, ձեզ մնում է միայն աղցանը տեղափոխել մատուցվող տարայի մեջ եւ ավելացնել Z, խնդրեմ, կարող եք անցնել գործի։ Անուշիկ, ինչ ենք անում։ Ես տարան արդեն ցիտապատել եմ, հիմա մենք քյուֆտան ամբողջությամբ ձեզ օգնելու կարիք կա։ Հա, շնորհակալ եմ։ Տեղափոխենք տարայի մեջ։ Այնուհետև պետք է ավելացնել այս սնկով եւ սոխով զանգվածը։ Եվ տեղափոխել ջեռոց։ Այո։ Ուրիշ ոչինչ պետք չէ։ Հետո մենք ջեռոցից կհանենք եւ մայոնեզ։ Հետո ջեռոցից կհանենք մենք եւ այստեղ 3 հոգու համար նախատեսված քյուֆտա մնաց։ Կարող եք եւ կավելացնենք պանիր։ Հիշեցնենք ինչ էր քյուֆտայի մեջ ներառված։ Քյուֆտայի միս, սոխ, ձու, կոնյակ, թթվասեր, ամենահետաքրքիրը, սոխ, դա նշել էի, եւ չկար աղ եւ պղպեղ, ճիշտ է։ Չենք էլ ավելացնելու։ Չէ, մենք իրականում չենք ավելացնում աղ։ Ինչու։ Մենք անալի ուտող ենք։ Լավ։ Դե տեղափոխենք ջեռոցը եւ մեր հաջորդ հանդիպումը կլինի երևի թե այն ժամանակ, երբ դուք կավելացնեք պանիրը վրան, որպեսզի տեսնենք ամբողջ հմայքով այս ամենը, հում վիճակում տեսանք, մեզ կմնա նաև ցուցադրել պաներով տարբերակը։ Խնդրեմ Ռուբինա, ամենակարևոր պահերից մեկն է։ Այո։ Եվ ավելացրեք Z-ը, կարծում եմ մի փոքր էլ կարող եք ավելացնել եւ բավական է։ Հրաշալի է։ Իդեպ սլաբադաձեթը կարող եք օգտագործել եւ սառը եւ տաք վիճակում, երկուսն շատ օգտակար են։ Հիանալի է Անուշիկ, հարթեցրեցիք վարքյանների ընթացքում, ես գնալով համոզվում եմ, որ դուք իրոք տիրապետում եք խոհանոցին, ինչպես նաեւ խոհանոցում էսթետիկ մատուցմանը, որովհետեւ բոլոր դետալները մանրամասն աչքի տակ առնում եք։ Ես ձեր փոխարեն կասեի շնորհակալություն։ Անուններն եմ մտածում։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ հանդիպումը երևի թե կլինի սեղանի մոտ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Անուշիկ, ինչ պատահեց, ինչու ձեր տրամադրությունը կտրուկ փոփոխության ենթարկվեց։ Իրականում մտածում եմ։ Չէ, իրականում նեղվեցի, որ դուք ասեք ողի կասել շնորհակալություն։ Հա։ Բայց չասեցիք։ Հա, ես մտածում էի ուղղակի այդ ժամանակ։ Այ դրա համար պետք է մարդկանց մտքերը կարդալ, որ հասկանալ, որ ինքը ուզում էր ասել շնորհակալություն, վել բարձրաձայն ասես հա, խնդրեմ։ Չէ՞։ Այո։ Լավ։ Դե պանիրն էլ վերջում ենք, չէ՞ անելու, մի քիչ պետք է եփվի նոր։ Լավ։ Իսկ դու սիրում ես պանիր։ Շատ։ Անուշիկ, կարևոր բան էինք մոռացել, պարզվեց։ Պետք է ավելացնել նաև մայոնեզ, նոր տեղափոխել ջեռոցը։ Ճիշտ է։ Շատ թե քիչ։ Քիչ։ Ուղղակի որպես շղարշ։ Լավ։ Այսինքն հաջորդի հանդիպում ենք վստահաբար սեղանի շուրջ եւ վայելում այս բոլոր հրաշքները։ Շնորհակալություն, դե, ինչպես պայմանավորվեցինք, կհանդիպենք սեղանի շուրջ։ Շնորհավորում եմ Ռուբինա։ Շնորհակալություն։ Ձեր աքսորն ավարտված է։ Հրաշք, մնաց ուտենք։ Բայց կուտենք, չէ, Անուշիկ։ Իհարկե։
Հաստատ։ Կասկածում ես։ Չէ, հարցնում եմ։ Հաստատ կուտենք։ Ուրեմն առաջինը ես կփորձեմ, որ Չէ, դրա մասին չի խոսքը, ժամանակի տեսանկյունից։ Չէ, հաստատ կուտենք։ Հեսա արագ վերջացնում ենք։ Okay։ Վերջ։ Եվ այսպես Անուշիկ, Ռուբինա ընդամենը կես ժամ սպասելուց հետո ձեր պատրաստած ուտեստները մեր առջև են շատ ախորժելի, ինչպես նաև կողքից ուղեկցող այլ ուտեստներ, ինչպես ասել էի, հարսանիք սպասարկելու համար լիարժեք կբավականացներ։ Հիմա ժամանակն է, որպեսզի անվանակոչենք ձեր պատրաստած ուտեստները, խնդրեմ։ Քյուֆտան գունդը գոհունակության։ Գունդը գոհունակության, գգ, հետո ձուկը ջրային իշխանություն, հետո իսկ տոլման տատիկի գլուխգործոցը։ Կեցեք, խոսքեր չունեմ, ինչ ենք խմելու։ Խմելու ենք շատ համեղ խմիչք, որը հատուկ բերել եմ Լոնդոնից։ Հատուկ այսօրվա համար։ Այո։ Դե լավ, թույլ տվեք ուրեմն սա լցնել։ Այնուհետև կանցնենք համտեսելուն։ Իսկ Լոնդոնում ինչ էիք անում։ Ճանապարհորդության էին գնացել։ Ես ու ընկերուհիս, այո։ Այսինքն ոչ մի նորաձևության եւ նմանատիպ աշխատանքային որևէ այց չէր։ Թույլ տվեք հյուրասիրել ձեզ, որից եք սկսում, որն եք նախընտրում։ Սկսենք տոլմայից։ Սկսենք տոլմայից, տատիկի գլուխգործոց անվանեցիք այն։ Դավիթ ջան, խնդրում եմ, մի հատ իմ դրած սեղանը նկարեք, այն մատերով պատրաստած։ Այո, Ռուբինան նույնպես այսօր պրեմիերա Ռուբինայի համար, ինձ համար նույնպես այո։ Ռուբինա, դուք ինչ եք նախընտրում։ Ես էլ կսկսեմ Բարի, տալուց։ իսկ տատիկի գլուխգործոցը սխտոր մածունով չի լինում ավանդական։ Այո։ Ըստ ձեզ։ Հիմա բերեմ։ Չէ, լավ, հետո կբերեք, մենք այսպես ուղղակի կփորձենք, հետո կանցնենք առաջ։ Ես կփորձեմ մեկը, որպեսզի կարողանամ բոլորից փորձել։ Խնդրում եմ ուտեք եւ գնահատեք 1-ից 10 բանային սանդղակով։ Շատ բարի։ Աղցանները չենք անվանակոչում։ Աղցանները։ Այո։ Իրոք որ տատիկի գլուխգործոց։ Հավանեցիք։ Այո, շատ։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Ընտիր։ Բարի ախորժակ։ Ես վստահ եմ, որ զարմանալու ենք այսօր դե մեծ բարի ախորժակ։ Հիմա այս հարսանիքի փաթեթը ինչ արժի։ Ձեզ համար անվճար է։ Լավ, իսկ ոչ մեզ համար։ Ոչ ձեզ համար, ես ձեզ գնացուցակ կուղարկեմ։ Լավ, իդեպ տոլման պետքա գնահատեի 1-ից 10-ը 12։ Վաու։ Այո, վստահաբար, թույլ տվեք ձեր պատրաստած քյուֆտայից ձեզ հյուրասիրել, Անուշիկ։ Շնորհակալություն։ Սա ինչ էր, գգ էր, հիշում եմ։ Գունդը գոհունակության։ Գունդը գոհունակության, Ռուբինա։ Չեմ հրաժարվի։ Դե մեղք կլինի սրանից հրաժարվելը կարծում եմ։ Գունդը գոհունակության, բայց ինչով էր դա պայմանավորված։ Մտքիս հետ եկավ։ Լավ, շատ բարի։ Դե դեզել։ 1 րոպե, ես անպայման կփորձեմ սա, ևս մեկ անգամ մեզ բարի ախորժակ։ Մնացածը արդեն տեսախցիկից այն կողմ, այո։ Ընտիր, արժեր հասնել Լոնդոն, պետք է հասնել Լոնդոն։ Շատ լավն էր, տատիկին respect, ընտիր, այո, շնորհակալություն, դե մենք գնանք, հա։ Չէ, դուք պետք է ուտենք։ Լավ կուտենք։ Դավիթ ջան։ Ռուբինա, շնորհավորում եմ ձեզ դեբյուտի կապակցությամբ եւ վստահեցնում եմ այն միանշանակ ստացված էր, իսկ ձեզ Անուշիկ շնորհակալ ենք իրոք մեզ զարմացնելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Մենք ձեզ ենք շնորհակալ, ուրախ ենք շատ, որ եկաք մեր տուն։ Սիրով նորից կսպասենք։ Այսքանը։ Լավ մնացեք, հաջողություն։ Տեսություն։ Պրեզնես մոտուտ լավ ստացվեց։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин.
Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.